Տագնապալի գիշերից հետո լուսաբացը խաղաղ է Մայրաթոռում։ Արագածոտնի թեմի հոգևորականները էջմիածին են եկել աղոթելու, որ փոթորկոտ օրեր էլ չլինեն։ Հենց նա էր ամենատգեղը եւ ամենասարսափելին կարող եմ ասել, երբ Մայր տաճարի դռներին բռունցքներով հարվածում էին։ Մենք այդ դռները համբուրում ենք, այդ դռներին փարվում ենք։ Երբ որ դուռը փակ է եկեղեցու, մենք այդ դռների առաջ ենք կանգնում աղոթում, կպնում ենք այդ դռանը որպես սրբության։ Այդ դռներին հարվածելը շապազանց մեծ կարելի ասել հանցանք է։ Էջմիածնի բակում նաև ուղղորդված մարդիկ են եղել, միաբանների տպավորությունն է։ Հակառակ դեպքում չեն պատկերացնում ինչպես կարող էին եկեղեցուն թշնամի լինել։ Տիրադավ անունը ստացած 10 եպիսկոպոսները վեհափառի հրաժարականի նամակը փոխանցել հեռացել են, էլի հետ են գալու։ Հաջորդ անգամ Մայր տաճարի մեջ են որոշել աղոթել։ Համոզված ենք, որ մեր ժողովուրդը մեր հետ է եւ մեր հոգեվոր դասն է մեր հետ։ Բարձրաստիճան հոգևորականների արարքին գնահատական տալ չի ուզում Հայկ Քահանա Քոչարյանը։ Ես ինձ երբևէ թույլ չեմ տա եպիսկոպոսների մասին որևէ բան խոսել։ Մեր ամենայն հայոց վեհափառ հայրապետը եւ մեր հոգևոր դաստիարակները մեզ սովորեցրել են օծյալների հասցեին որևէ տեսակի վատաբանություն չարտահայտել։ Նրանք, ովքեր արտահայտվում են այդպես, իրենք նշանակում է, որ հոգևոր տգիտություն ունեն։ Վեհափառը 10 սրբազաններին հորդորել է վերադառնալ կանոնական դաշտ, առայժմ պատասխան չկա։ Որպես հայր, որպես հայրապետ, իր բոլոր ուղեկորույս զավակներին հորդորում է երկայնամտությամբ, համբերությամբ անդրադառնալու, գիտակցելու եւ վերադառնալու։ Այլևս անձն է որոշում, թե ինչ ընթացք կորդեգրի։ Հովհանավանքի հոգևոր հովիվ Տեր Սարգիսը նույնպես Մայր Աթոռում է։ Հովհանավանքում նրա ներկայությունը նկատելի չէ, միայն կարգալույց նախկին Տեր Արամն է շրջում ու պատարագում։ Չէ, Տեր Արամը, որ ասենք թույլ չի տալիս մտնելու, այդպիսի բան չկա։ Ես կարող եմ գնալ մտնել իմ աղոթն անել, ուղղակի Մայր Աթոռը ունի արած հայտարարություն, մենք հետևում ենք մեր Մայր Աթոռի կարգին ու կանոնին։ Մայր Աթոռը հայտարարել է, որ տաճարը պիտի սրբագործվի, հետո նոր թույլատրելի լինի բոլոր խորհուրդներն ու արարողությունները կատարել, դրա համար չենք գնում։ Բարիկադի այն կողմ անցած ու վեհափառի հրաժարականը պահանջող հոգևորականները տարբեր հարցազրույցներում պատմում են եկեղեցում տիրող վախի մթնոլորտի մասին։ Նրանք, ովքեր եկեղեցուց դուրս են եւ խոսում են ընդդեմ եկեղեցու, նրանց ասածը բացարձակապես սուտ է, բացարձակապես զրպարտություն է։ Եկեղեցում որևէ մեկը որևէ մեկից չի վախենում։ Եվ եթե անձը ունի ազնվություն, շիտակություն, ինչ-ինչ հարցերի հետ կապված տարակարծություն, նա արժանապատվորեն կարող է ցանկացած եկեղեցական ատյանում իր խնդիրը, իր բողոքը բարձրաձայնելու։ Եկեղեցին միշտ հաղթական է, Մայր Աթոռը անսասան, ասում է Հայր Ասողիկը, վստահ է, սա էլ կանցնի։ Վեհափառ հայրապետը քաջ է, վեհափառ հայրապետը իմաստուն է, վեհափառ հայրապետը հանձնառու է լիարժեք իրականացնելու հայրապետական իր պարտականությունները, որ իջել է Աստծո ողորմությամբ եւ ազգի ընտրությամբ 26 տարիներ առաջ, եւ վեհափառ հայրապետը անց չէ, վեհափառ հայրապետը մարմնացումն է ամենայն հայոց կաթողիկոսության գաղափարի եւ վեհափառ հայրապետը առաջին սպասավորն է ու պաշտպանն է եկեղեցու կարգի ու սարքի։ Կաթողիկոսն այս ընթացքում փոխել է Գերագույն հոգևոր խորհրդի կազմը։ Իր նշանակած Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն arczepiskopos Միրզախանյանին ու Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ arczepiskopos Մկրչյանին հանել է կազմից։ Նրանց փոխարինելու են Սյունիքի թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը եւ Մայր Աթոռի միաբան Հայկազուն arczepiskopos Նաջարյանը։ Իզաբելլա Հովանիսյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։